Ողջույն Front TV հարգելի հետևորդներ, այսօրվա իմ հյուրն է համահայկական ճակատ շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանը, բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Տիկին Ստեփանյան, այսօր էլ Փաշինյանը մեկնում է Շարմ էլ-Շեյխ, այնտեղ է լինելու նաև Ալիևը։ Հաճախակի Ալիևի հետ շփումների արդյունքում խոստացված խաղաղության փաստաթուղթը կլինի թե ոչ եւ ինչ կտա հայկական կողմին։ Դե վերջին օրերին մենք միայն արձանագրում ենք, որ Նիկոլ Փաշինյանը գնաց այս երկիր, հետո այնտեղից ինքը հեծանիվով կադրեր է ցույց տալիս, որ հեծանիվ է վարում այդ երկրում, հետո գնում է մեկ այլ երկիր, մյուս երկիր, մի երկրում ասում են, ոմանք ասում են չի գա, տեսեք, հետո Լուկաշենկոն ասեց, ես ասում եմ, չէ, կգա Նիկոլ Փաշինյանը, դե հետո գնաց, հետո ասում էին, իսկ ուր է Նիկոլ Փաշինյանը, ուր է, պարզվեց այնտեղ նախագահները հավաքվել էին ինչ-որ գուցե եւ այդ անմիջական հավաքի ժամանակ մարդիկ ինչ-որ հարցեր են իրար հետ քննարկում, հետո պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը հեծանիվ քշելու է գնացել, մի քիչ ինձ համար անհասկանալի է գնալ եւ որևէ հարց չշոշափել, այ օրինակ Պուտինն էր այնտեղ, ես կարծում եմ այդ այսօր բեռնափոխադրողները կանգնել են լուրջ խնդրի առաջ, մի շարք կազմակերպություններ անգամ կանգնած են սնանկացման առաջ, ես կարծում եմ, որ այդ իշխանությունը մի Ղազախի չափ էլ չկան, այսօր սրանք էին ասում, չէ, տարեք այդ վարորդներին ձեզ խորհրդական, օգնական, կասեն ինչ անեք, տեսեք Ղազախները որոշակիորեն մեղմացրել են իրենց խնդիրը, Նիկոլ Փաշինյանը այս այնտեղ գնում է հեծանիվ է քշում, ցույց է տալիս, որ տեսեք ես երկրում էլ ես հեծանիվ քշեցի, հիմա էլ գնացել է, մի առիթով ասել եմ, մենք մեր պետության ղեկավարը ավելի շատ նման է աշխարհաքաղաքական թափառաշրջիկի, ով ամենտեղ գնում է, պես մեր պետության խնդիրները ամեն ժամ խորանում եւ շատանում են։ Հիմա Նիկոլ Փաշինյանը անցած օրը հանդիպեց Ալիևին, ԱԱԾ-պետը գնաց Բաքու, չգիտեմ ումը հանդիպեց։ Հիմա եթե մտածում եք այդտեղ այսօրվա հանդիպմանը կհանդիպի Ալիևին, որ հանդիպում է մեզ ինչ։ Ալիևը ամեն օր իր նոր պահանջներն է դնում, ամեն օր ասում է, որ պետք է սա արվի, սա արվի, սա արվի։ Սրանք էլ գլուխները կախ, ասում են այո, կազմակերպած 300,000 ադրբեջանցու կբերենք, կտեղավորենք Մեղրիում, Սյունիքում, չգիտես, կբերենք, կտեղավորենք, վստահ եղեք, մենք բերելու ենք իրենց։ Բայց մենք մեզ համար, իրականում մենք մեզ համար ինչ խնդիր ենք լուծում։ Հիմա եթե ասենք այսօր էլ հանդիպեց Ալիևին, Ալիևը ասեց, գիտես, պետք է այդ Թրամփի ուղին, մինչև այս ժամանակահատված անպայման կառուցած լինես, մեզ ինչ։ Այն մարդիկ շատ կոնկրետ տեսնում են իրենց աշխարհաքաղաքական շահը, իրենց երկրի շահը, տնտեսական, քաղաքական, առևտրային, բոլոր առումներով դիվանագիտական այդ մարդիկ իրենց շահ տեսնում են, ամեն օր նաև արձանագրում են։ Մեզ մոտ բոլոր ոլորտներում կոլապս է, առողջապահության ոլորտը կոլապսի մեջ է, տնտեսությունը կոլապսի մեջ է, բեռնափոխադրումները, բանկերը 2%-ով հենց նոր կարդացի հիպոթեկային վարկերը բարձրացել են։ Հոդուկ գիշ չեք։ Լավ, հոդուկ ասեցինք փող սիրում եք, առանց այդ էլ Հայաստանում բնակարանների գները հասել են չգիտես որտեղ։ Եվրոպայում կերազեն այս ինչ գներ են, հիմա էլ որոշել եք, որ մի հատ պիտի հիպոթեկը բարձրացնեք։ Ես չգիտեմ, ենթադրենք լավ, այսօր հանդիպեց Ալիևին։ Այնպես չի, որ կհանդիպի Ալիևին, կասի եղբայր քո զորքը երբ է լքելու իմ ինքնիշխան տարածքը, չէ հարցնելու, այդ մասին հարց չի տալու, չէ։ Չի ասելու, դե ինքը եղբայր կասի, ես իր լեզվով եմ ասում, ոչ թե կասի, այնպես չի, որ կասի մեր անհետ կորածները, ախր հարյուրավորներն ունենք, 80-ը հաստատված բռնի առևանգվածներն են, քանիսն են կենթանի, վերադարձրու այդ տղաներին, գոնե ես թուլացնեմ իմ երկրի ներսում մթնոլորտը, փոխարենը գնա նրա հետ հարցեր լուծի, հարցեր քննարկի, ասի զորքիդ հետ տար, որ մենք սկսենք խաղաղության համաձայնագիր իրար հետ, գնում գալիս է, ասում եմ մեզ ասել են պիտի, այո, Արարատը հանեք ձեր տներից, այլևս չնայեք
պատ։ Մի հատ չինացիներ, Չինաստան գնացել է, կինը տենտեղ սովորում է, հարցրու է չինական պատը քանի օրում ինչպես են կառուցել, Չինաստանից մի խումբ բանվորներ բերդ իր պատ շարի Արարատի բանին վերջացրու չտեսնենք էլ այդ սարը։ Ամեն հանդիպումից հետո գալիս մի բան ասում է, մենք պիտի սահմանադրությունը փոխենք, մենք պիտի բանակը ապա ռազմականացնենք, բանակը կրճատենք, բանակը կազմաքանդենք։ Անցած օրը նայում եմ այդ աշխարհազորայինների աշխատավարձը 60,000 են կրճատել եւ 60,000 կրճատելու պարագայում մարդիկ թողնում գնում են առանց այդել բանակի ժամկետային ծառայողների զինծառայության ժամկետը կրճատում ես, բանակի ռազմականացման գումարները կրճատում ես, բանակի աշխարհազորայինների, պայմանագրայինների բոլորի գումարը կրճատում ես։ Ես հիմա ասում եմ Երանի չհանդիպի։ Բա որ Ալիևը հանկարծ գա ասի մայր տաճարի վրա մի հատ պիտի կլոր սյուն դնենք ու դարձնենք մզկիթ։ Ես չեմ բացառում հիմա Փաշազադեն գնացել է նորից Միացյալ Նահանգներ եւ ասել է որ հայկական եկեղեցին մեծ վտանգ է իրենից ներկայացնում, հայկականը հայ առաքելական եկեղեցին զենքը վայր չի դնում։ Ինչի մասն է խոսքը, որ հայ առաքելական եկեղեցին ինչպես եւ նորմալ հայը, նորմալ հայրենասեր մարդիկ, քաղաքական ուժերը բարձրաձայնում են մեր գերիների մասին, մեր անհետ կորածների մասին են խոսում, հայ առաքելական եկեղեցին եւս անմասն չի մնում, ասում են մեր գերիներին վերադարձրել։ Նշանակում է սա Ադրբեջանի համար սպառնալիք է եւ պետք է հայ առաքելական եկեղեցին զենքը, այդ որ զենքի մասն է, մոմը վայր դնի, թե խաչը, որը պիտի վայր դնի։ Ես հիմա վախենում եմ, որ եթե այսօր ասենք հանդիպեն, ասի գիտեք գնացեք այդ եկեղեցու վրա մի հատ մեծ բան մզկիթ կառուցեք, Նիկոլը պիտի գա անի ու ասի մենք գնում ենք խաղաղության ժողովուրդ, եթե մենք դա չենք կառուցում, մեզ հետ իրենք խաղաղություն չեն կնքում։ Իսկ ով է Նիկոլ Փաշինյանի ձեռքը բռնողը, ով է ասելու չէ նման բան մի արեք։ Լավ կլինի, որ չհանդիպեն ընդհանրապես, որովհետև այդ հանդիպումները ի վնաս մեզ են, ի օգուտ Ադրբեջանի եւ Թուրքիայի։ Անհետ կորածի հարազատի են կալանավորել վերջերս, ինչպես նաև զոհված զինծառայողների ծնողների են թիրախավորում։ Այս մասով ինչ կասեք։ Այնինչ այս իշխանությունը իրականացնում է այդ ընտանիքների նկատմամբ դատապարտելի է, խիստ դատապարտելի է եւ անհանդուրժելի։ Ես անցած օրը եւս մասնակցում էի անհետ կորածների Արսենին Ղուկասյան, չէ, ով սրտի նաեւ բազմաթիվ խնդիրներ ունի, սրանք որոշեցին, որ եթե անհետ կորածի ծնողը գալիս եւ ասում է պետք է իմ որդու, իմ զավակի, իմ ընտանիքի հոր մասին մեզ տեղեկություն տակ, սրանք որոշեն այս մարդկանց տանեն ու ձերբակալեն։ Միակ գործիքը մնացել է ձերբակալությունը։ Այդ կարին մեքենա են առել ու դրել բոլորի վրա քրեական գործեր են կարում։ Կլինի զոհվածի հայր, կլինի անհետ կորածի հարազատ կամ հայր, դա կապ չունի։ Այսպիսի երկիր, այսպիսի սա ես իսկապես չեմ հասկանում, եթե հանցագործները դրսում են, իրական հանցագործները, երկիր ծախողները, հող ծախողները, մեր տղերքի գլուխը կերածները դրսում են, տեսնում ենք այդ խեղճ ու կրակ ընտանիքների վրա է այդ մուրճը սկսել ճոճվել։ Իրա ձեռքեն ասում էր, չէ, մուրճս, պարզվում է, այս անգամ թիրախում հայտնվեցին այս ընտանիքները։ Ես անցած անգամ ծնողների հետ դատարանում էի, դատարանի բակում էինք, սպասում էինք, տեսնենք ինչ վճիռ կկայացնի։ Հավատացեք, ծնողները վստահ էին, որ այս իշխանությունը ձերբակալելու է, կալանավորելու է, կալանքի տակ է առնելու Արսեն Ղուկասյան, որովհետև իշխանության ձեռագիրը լավ գիտեն։ Տեսեք ինչ ասեց Արսեն Ղուկասյանի մայրը դատախազության շենքի առաջ։ Ասեց ես մտել եմ Փաշինյանի մոտ, ինքը ասել է տղայիդ ասած տեսա ձերբակալելու եմ։ Լավա չեք ասում ականջները կկտրենք, այս կանենք, այն կանենք։ Հասկացանք ձերբակալելու եք։ Այս երկրում ցավոք արդարադատության համակարգը վերածվել է միայն Նիկոլ Փաշինյանի արդարադատության։ Մենք տեսնում ենք ինչ է կատարվում աշխարհի որևէ երկրում հանցագործությունների, սպանությունների, այսպիսի շքերթ որևէ երկրում ես չեմ։ Հայաստանը դարձել է 0-2։
02-ի հաղորդաշարի մի հատ տարածք է դարձել, որտեղ ամեն օր այսօր առավոտյան գալիս եմ, տեսնում եմ ներքին գործերի նախարարի ավտոշարասյունն է անցնում, մի շարք մեքենաներ այսպես կանգնեցրել են, դու քանի նախարար ունես, որ ամեն նախարարի ավտոշարասյուն անցնելուց էս մայրաքաղաքի առանց էտել էս ծանրաբեռնված տրանսպորտը կանգնեցնեն, այս ինչ է գտա, ախր որ ոլորտից խոսում ենք, այդ ոլորտը աղճատված է, այդ ոլորտը, հիմա կասեք նախկինում է լավ, ոստիկանությունը ծառայում էր էլի իշխանության, միշտ էլ այդ համակարգը, բայց չկար այս կարգի ոչ այսպիսի սպանություններ, ամեն օր արթնանում ես, միտեղ սպանեցին 3 հոգու, միտեղ 4 հոգու, միտեղ 5 հոգու, միտեղ դեռ սպանությունը չավարտված, այն արյան հոտը գալիս է, տեսնում ես կառավարության շենքում նստած, ասում է վենդետա էր։ Ախր բացի ձեզանից այս երկրում ուրիշ մտածող մարդիկ էլ կան, մենք էլ ենք հասկանում, որտեղից է գալիս շանգլուխը, որտեղ է թաղված, չէ, մենք տեսնում ենք այդ ամեն ինչը։ Հո ձեր ասելով չի, վաղը այս ամեն ինչը շուռագալու ձեր դեմ, որովհետև չի կարող էլի, այդ կարող մեքենան անենց է աշխատելու ձեր վրա, անենց է աշխատելու, որ բերթերում տեղ չի լինելու, ես կարծում եմ, ամեն օր հանցագործություն եք անում այս ժողովրդի նկատմամբ, ամեն օր, այդ ներքին գործերի նախարարը, ես կարծում եմ, պետք է այնքան սահուն հանգիստ անցնի գնա իր աշխատավայր, որ որևէ մեկը կամ գա կառավարություն, որ անգամ որևէ մեկը չնկատել, որ դա ինքն էր անցավ գնաց, ինչ է նշանակում, այս մի մեքենաների շքերտ գալիս է, մի տասնյակ ոստիկան լցված այդ սուլիչները, սա մայրաքաղաքը, այս ինչի եք վերածել այս մայրաքաղաքը, քաղաքագլուխը այդպես, նախարարները այդպես, իշխանության գլուխը այդպես, լավ ուր ենք գնում, ինչի ենք ուզում հասցնենք, ուզում ենք դատարկենք, որ ուզում ենք դատարկենք երկիրը, հասցնենք նրան, որ մենակ այդ 300,000 ադրբեջանցին գա ու վայելի, դե որ նրանք եկան հետևներից սուրույով գալու են դրանք, չէ, ոչխարի հոտը որ գնում է, հետևից այդ սուրուն գնալու է, ինչի ենք ուզում հասցնենք այս երկիրը, ուր ենք գնում։ Տիկին Ստեփանյան, վաղաշաբաթում նոյեմբերին սպասվում են ՏԻՄ ընտրություններ, Համահայկական ճակատ կուսակցությունը հայտարարել է, որ մասնակցելու է, ձեր կարծիքով ինչ է սպասվում և կարծես իշխանությունները ամեն ինչ անում են, որ ընդդիմադիր թեկնածուների աչքը վախեցնեն։ Իշխանությունները կեղծելու են վաղաշաբաթի ընտրությունները, դրա համար թե Համահայկական ճակատ կուսակցությունը, թե մյուս ընդդիմադիր ուժերը պետք է այս պահից բոլորը լծվեն, տեղամասերում ունենան շատ լավ պատրաստված վստահված անձեր։ Դա շատ կարևոր է, որովհետև նորից եմ ասում, իշխանությունը կեղծելու է վաղաշաբաթի ընտրությունները։ Սա այն իշխանությունն է, ով իր վարչության անդամների քվեարկություններն է կեղծում։ Էլուր մնաց, որ ՏԻՄ ընտրություն չկեղծի։ Այս իշխանությունը, եթե չի կեղծում, չի անցնում, կամ Փարաքյար է անում, Մերձավան է անում, կամ Գյումրի է անում։ Տեսնում ենք մենք, կամ Ալավերդի է անում, կամ Տաթև է անում, որտեղ ընտրվեցին ընդդիմադիր համայնքապետեր, այս իշխանությունը դրանց կամ հանրային կյանքից դուրս շպրտեց, կամ քրեական գործերով Վանաձորում ինչ եղավ առանց քաղաքապետ, քաղաքը քանի տարի մնաց։ Դրա համար վանաձորցիները ասում են չենք գնա ընտրության, գնանք ինչ անենք։ Հիմա Էջմիածինը այս բոլոր քաղաքներից իմ թվարկած տարբերվում է մի շարք գործոններով։ Նախ, եթե Էջմիածնում որևէ կերպ, որևէ, ասենք, մոլորված էջմիածնեցիների կողմից ԿՊ-ն ստանում է մի քանի տոկոս ձայն, դա նշանակում է այդ մոլորված էջմիածնեցին վտանգում է նաև հայ առաքելական եկեղեցու գոյությունը։ Տեսեք, Փաշինյանը քանի ամիս ասում է, այս ամիս հավաքալինելու գնանք եկեղեցի, չի արվում դա, որովհետև երևի կողքից ասում են հələ սպասի, ախր Էջմիածնում պիտի մերին կարգենք, հետո նոր սկսենք մայր աթոռի նվաճումը։ Յուրաքանչյուր էջմիածնեցի, ով կփորձի ձայն տալ ԿՊ-ին կամ ԿՊ-ի թեկնածուին,
դա նշանակում է այդ Էջմիածնեցին նպաստում է, չեմ ասում կաթողիկոսի, նպաստում է, որպեսզի այս իշխանությունը նվաճում իրագործի հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Տեսեք, մի կողմից իրենք հետաձգեցին այդ գործողությունը, մյուս կողմից սկսեցին ներսից քանդել եկեղեցին։ Ամեն շաբաթ են Պետրոսի մոտ մեկին ճանապարհում են, դե ըստ երևույթին միտեղ մի բան խոստանում են, հենց այնպես եկեղեցականին չեն տանի, եկեղեցականն էլ մարդ է, տարվել գիտի եւ այլն, ասում են կամ էլ ասում են քրեական գործ, ամեն ինչ հնարավոր է, եւ վախեցնել, եւ կաշառել, եւ հազար ու մի բան։ Ասում են դու գնա խոսի, քո բաժինը էսա ստանալու ես։ Դու գնա, սենց արա, դու քո բաժինը ստանալու ես։ Էնպես են անում, որ այս հասարակությունը այլևս չիմանա ինքը քանի ճակատով ում դեմ պայքարի։ Միտեղ ասեն գնա եկեղեցականի դեմ պայքարի, ասի դու ես ինչ ես անում, ինչու ես լծվել այդ քանդման գործընթացին, միտեղ գնա քաղաքապետի գործողությունների դեմ պայքարի, միտեղ գնա գյուղապետի գործողությունների, միտեղ Փաշինյանի գործողությունների, միտեղ արտգործնախարարի, միտեղ ՆԳ նախարարի։ Ջլատում է, որպեսզի մարդիկ չկարողանան հասկանալ լավ ում դեմ ի վերջո պայքարեն։ Միտեղ գնան օրինակ Խաչատուր Սուքիասյանի ասեն, ես ինչ ես անում, ես ինչ տոկոսներ եք բարձրացնում։ Գնում ես Խաչատուր Սուքիասյանի բանկ, ասում է, այսքանը միջնորդավճ, սպասարկման վճար։ Աղջիկ ջան, ինչ սպասարկման վճար։ Դու աշխատում ես, քո աշխատավարձը ստանում ես։ Հիմա որ ես մի գործ անում եմ, դու ինձ սպասարկման վճար ես տալիս։ Ոչ, գալիս են քո բան, դե գիտեք, դա հունվարին է եղել։ Դուք դե կներեք էլի ես մարդիկ չգիտեն իսկապես որի դեմ սկսեն պայքարել, բայց վաղարշաբաթի ընտրություններին սիրելի էջմիածնեցիներ դիմում եւ հորդորում եմ ձեզ գնացեք եւ մերժեք Նիկոլ Փաշինյանին եւ նրա թեկնածուին, ոչ թե որ դուք գնում եք, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որ քաղաքում կա, այդ քաղաքը բարիս ուղիղ իմաստով թալանվում է եւ կոլապսի է ենթարկում։ Ձեր առաջ ունեիք Նիկոլ Փաշինյանի ձյանիկին, չէ, ձեր քաղաքապետներ, ինչ հարստություններ ձեռք բերեց, բենզալցակայաններ, տարածքներ, բիզնես, ամեն ինչ ունեցավ։ Այդ երիտասարդ աղջիկը այս կարճ ժամանակահատվածում ամեն ինչ ունեցավ։ Էջմիածնում թաղամաստ կա, տասնյակ տարիներ մի քիչ գոնե շեբին լցրած չի։ Այդ շեբինը չլցվեց այդտեղ։ Հիմա հայ իշխանությունը Արգիշտի Մեխակյանի ձեռքին է, կարա մի քանի տրակտոր, բուլդոզեր, բան բերի, լցնի քաղաքի մեջ, ասի, էս եմ անում, են եմ անում, բայց ընտրվելուց հետո մի քանի բենզալցակայանի տերադառնալու, մի քանի գազալցակայանի, մի քանի խոշոր խանութների, ասենք այդ իրանց այն մի հատ ունեն, նարեկ ունեն, չգիտես որտեղից այդ տղային այդ փողերը, մեկ ութութ առնում, մեկ ծիրան առնում, մեկ տանձ ու դեղց առնում, չգիտես սուպերմարկետների ցանցա, որ այդ տղան բացում է, չես հասկանում որտեղ Այդ դա է դառնալու։ Շարքային էջմիածնեցին մնալու է իր ասենց որ գնա այդ հերթերի մեջ քաղաքապետարանում խնդրի հողը չօրինականացնեն, գույքահարկը կբարձրացնեն, ձեզ շատ վատ օրեր է սպասվելու։ Եթե դուք գնալու եք նոյեմբերի 16-ին մտնեք քվյախուց, հիշեք, եթե պծիչկան գնալու է ԿՊ-ի օգտին, ձեզ շատ վատ օրեր է սպասում, այնպիսի վատ օրեր, ինչպիսին այսօր Երևան քաղաքի բնակիչն է այդ օրի մեջ։ Տրանսպորտը թանկացրեցին, մետրոն թանկացրեցին, բոլոր առումներով տրանսպորտը։ Օդի աղտոտվածությունը Երևանում հասել է այնքան խայտառակ աստիճանի, որ Երևանի ամեն 100 բնակչից մեկը այսօր քաղցկեղով հիվանդ է, եթե ոչ ավելին, եթե ոչ երկուսը։ Գնացեք Ֆանարջյան հիվանդանոց, առավոտյան 9-ին կմտնեք ու կտեսնեք այդ հերթը ձեզ մինչև 5-6-ը չի հասնի։ Գնացեք Հայ-ամերիկյան, որտեղ էլի քաղցկեղով բուժ, գնացեք, տեսեք այդ հերթը ձեզ չի հասնի։ Տեսեք ինչ օրի եք հասել դուք, այ ձեզ այնքան վատ բաներ է սպասվելու, սիրելի էջմիածնեցիներ։ Իսկ համահայկական ճակատկուսակցությունը առաջադրել է Արտյոմին, Սիմոնյան Արտյոմին, ով բավականին ամբասիր կենսագրություն ունի, եղել է երկար տարիների զինվորական,
Էջմիածնում ուրփաթորն է էջմիածնում հարցնում եմ մարդկանցից գիտեմ որ ինքն իր գործի մարդն է որևէ մեկին չի վնասել որևէ միտեղ չի թալանել մարդ ով տասնյակ տարիներ եղել է բանակում ոչ քրեական գործ կա իր վրա ոչ որևէ տեղ ցուցմունք է տվել ոչ Արցախում ծառայած այստեղ ծառայած Վարդենիսում ծառայած ամենաթեժ կետերում ծառայած հայրենիքին իր ծառայությունները մատուցած ամբասիր կենսագրությամբ երիտասարդ տղա է շատ ու շատ էջմիածնեցիներ գիտեն եւ ես կարծում եմ քվեախոց մտնելուց պետք է հիշեն տեխնացուներից ով է Այսպես նայեն այդ ցուցակը ու տեսնեն ով է գալու այ քիմիկների զորամասի ինչքան ծնողներ կան որոնք ընկած իրանց տղաներին են փնտրում չէ այդ անվտանգությունը պիտի ոչ միայն լինի միայն Վարդենիսի սահմանին ոչ անվտանգությունը պետք է լինի ձեր քաղաքում քաղաքից ձգվի մինչև Վարդենիսի սահման Սյունիքի սահման Դրա համար եմ ասում, որ նաև քաղաքապետից է շատ բան կախված, թե իր երկրում, իր քաղաքում կրիմինալը ինչքան շատ իր գլուխը կբարձրացնի վերև։ Ես կարծում եմ, որ դա նաև կլինի լավ զինվորականի գործը, ով կզսպի իր քաղաքում ոնց են զսպում, չէ, այդքան այդ զինվորականների մեջ էլ կան, չէ, դրանք ի վերջո էս հասարակությունից գնացածներ են, կզսպի այդ քաղաքի կրիմինալին եւ թույլ չի տա գլուխը ամեն ժամ բարձրացնի։ Նաև 2026 թվականին էլ խորհրդարանական ընտրություններ են սպասվում եւ այս իշխանության ներկայացուցիչները վստահ են, որ կրկին վերընտրվելու են նրանք։ Այս մասով ինչ կասեք։ Այս իշխանությունը վերընտրվելու մեկ շանս ունի, եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագ Խաչատրյան, հա, կարծեմ, Վահագը Հովակիմյան որոշի նկարչությամբ զբաղվել կամ ասենք զանգ տան Մուկուչյանին են հին թվերի Մուկուչյանին ասեն արի երամսյա դասընթաց տուր այստեղ անդամներին որպեսզի հասկանանք ինչ են կանում այն ամենապարզ հարցումները հարկելի անա դուք եք դուրս գալիս հարցումների ամենապարզ հարցումները ցույց են տալիս որ այս իշխանությունը հասարակության 90%-ը համարում է թրքահպատակ, դավաճան իշխանություն։ Հասարակության 90%-ը։ Մարզեր գնում եմ, բոլորի հետ շփվում եմ։ Մեզ ասում են, երբեք սրանց ռադանելու, երբեք մենք սրանցից ձերբազատվելու։ Եթե մի իշխանություն եկել է իր եկած օրվանից ամենատարբեր խոստումներն է տվել, ասել է, որ գալու եմ, օրինակ, ամենապարզ, ասել է գալու եմ հացը դարձնեմ 60 դրամ, 100 դրամանոց, եկել և 100 դրամանոց հացը դարձրել է 300 դրամ, ասել է, որ գալու եմ, դա այդ ամենատարական բանն եմ, չէ ասում, ես հացի օրինակով մյուսների վրա եմ ուզում տանեմ, 21 թվականին ինչ էր ասում էր գալու ենք Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի ծրագրով, իսկ որտեղ մնացին, ուր է այդ գուցե դա Ալիևի ծրագիրներ է այստեղ կարդացվում։ Հա, եթե Ալիևի ծրագիրներ կարդացում, մենք հասկանում ենք, այնտեղ ամեն ինչ իր հունով գնում է։ Եթե պիտի 26-ին էլ Փաշինյանը բերի Ալիևի նախընտրական ծրագիրը կարդա հայ ժողովրդին, ես կարծում եմ այդ կուտը հայ ժողովուրդը մի անգամ, երկու անգամ, դե լավ, ինչքան պիտի մենք այդքան տահաս չենք, էլի մենք հասկանում ենք ի վերջո սա ինչ է։ Այ հիմա վտանգված է Սյունիքը, այդ Թրամփի ուղով վտանգված է Սյունիքի մարզը։ Պատկերացրեք հիմա օրինակ ադրբեջանցին ասում են 20,000-ը որ գալիս են, գալու են հենց տեղակայվեն Մեղրիում։ Ինչ են անելու։ Մյուս 20-ը Կապանում, մյուս 100,000-ը Գորիսում։ Այդ Սյունիքի մարզում 200,000-ից պակաս բնակչություն կա։ Գան ու լցվեն այդտեղ ինչ են անելու։ Ընտրելու իրավունք էլ 6 ամիս հետո կունենան։ Հասկանում ենք, որ դրանք ԿՊ-ի ռեալ ընտրողներ են, որովհետև ադրբեջանցիների համար ամեն ինչ արվեց, բայց չեմ կարծում, որ բանը կհասնի դրան եւ 26 թվականին ինչքան էլ որ իրենք ասեն, դե հա, ամեն մեկին մի բան տրվել է, օրինակ
որ հասնամ ԿՀ նախագահը պիտի զբաղվի նկարչությամբ, ԿՀ նախագահի երկու որդիները այդ իրենց թավիշից հետո պետք է ծառայեին բանակում, այդպես էլ չծառայեցին։ Եղբոր որդին, որ պետք է դարձյալ ծառայեր բանակում, այդպես էլ չծառայեց։ Ամեն մեկին ինչ որ ձևով այդ ոնց էին ուրիշների տղաները գնացել ծառայել են, հիմա ծնողները փնտրում են ու փոխարենը ձերբակալվում են։ Դե իրենք հիմա տեսեք ինչ մեծ ծառայություն են, չէ՞, մատուցել այս իշխանությունները, օրինակ այդ ընտանիքում պիտի մտածեն սրանից լավ ծառայություն ոչ երեխայի են փնտրում, հեռու բոլորի երեխաներից, ոչ երեխան հաշմանդամ է, ոչ էս է, ոչ այն է, չէ՞, բավականին մեծ ծառայություն։ Հիմա իրենք ամեն ինչի գնով պիտի այս իշխանությունը վերարտադրեն նորից։ Բայց ես կարծում եմ, որ նույնիսկ Մուկուչյանը ձեզ չի փրկելու։ Այս հասարակությունը արդեն Փարաքարում ցույց տվեց, որ դուք շանս չունեք, Գյումրիում ցույց տվեց, որ դուք շանս չունեք, Էջմիածնում առավել քան վստահ եմ ցույց է տալու, որ դուք շանս չունեք, որովհետև դուք ինչքան էլ բերեք հիմա էլ ուրիշ մոդելովկա են, չէ՞ անում, հիմա էլ ասենք մեխակյան, տեսեք իր անունով, մարդիկ լեգենդներ են պատմում, թե այդ մարդը ինչեր է ընդունակ եղել Արցախում, ինչ հերոսություններ է իրականացրել, դե ասում են հերոսի տղան եւ ինչ, որտեղ է հերոսի տղան կանգնած հիմա, որ թևում, այն թևում, որտեղ կանգնած է հողատու իշխանությունը, Արցախը հանձնած իշխանությունն է կանգնած։ Հիմա ուզում ես թող գնան այդ մյուս ընտրություններին, չգիտեմ, ինչքան ազգային հերոսներ կա, գնան դրանց ընտանիքներին ասեն ձեր տղաները չի լինելու։ Այս անգամ ես կարծում եմ ժողովուրդը այդ կուտը կոպիտ ասած չի ուտելու, ոչ նոյեմբերի 16-ին, ոչ 26 թվականին, որովհետև աշխարհում չկար նախ իշխանություն, ով գար այսքան ավերածություն բերեր իր ժողովրդի գլխին, դեռ մի բան էլ մնար, որ Արցախը վերջնականապես հայաթափեր, մի հատ էլ հլա մտածենք, որ դրանք 26-ին կարող է շանս ունենան։ Մարդիկ սոված մեռնում են, սովից մեռնում են մարդիկ, ամեն ինչը աստղաբաշխական հարկեր են, աստղաբաշխական թանկացումներ են, այդ ինչի հաշվին, այսօր լսում եմ են մահվան նախարար ասում է 26-ին թոշակները բարձրանալու են, անցած օրը իմ ընկեր Ռոլանդի հետ, Ռոլանդը շատ լավ տնտեսական միտք ունի, հաշվեցինք, պարզվում է մեր թոշակառուները ժամը տարվա կտրվածքով մի ժամում ունենալու են 4 դրամ ավելացված թոշակ։ Այդ 4 դրամով որ մի հատ զուգարանի լույսը վառի զուգարան մտնի դուրս գա, այդ 4 դրամը հաշվի չկգրի կտանի, էլի։ Այդ 3000 դրամ այդ խապկանքը, որ հիմա ուզում են փաթաթեն թոշակառուների վզին, դուք այն քանի 1200 դրամ էլ հաշվեցինք, այդքան էր կազմում տարվա կտրվածքով այդ 1200 դրամը որ բարձրացրեցինք, շատ ու շատ թոշակառուներ ուղղակի թքում են ձեր երեսին, ասում են չբարձրացնեիք շաքարավազը, ձեթը, սուրճը, կոմունալներ, այսքան չբարձրացնեիք։ Հիմա էլ նոր բան է, հեծի տնօրեն են ուղարկել, արդեն երկրորդ ամիսն է, ինձ մարդիկ դժգոհում են, ասում են կրկնակի գումար է գրել, ձմեռվա մարդիկ կոմունալներ են վճարում։ Բա գնացեք ձեր այդ թալանչիների հետևից տեսեք ինչեր են անում, ոչ թե մեկին էս են գրում, մեկի վրա էս մեղադրանք, մյուսի վրա այն մեղադրանք, որ տեսնեն։ Դուք գնացեք ձեր թալանչիների հետևից, չնայած մի ժամանակ 14-15 թվականներն էր Հովիկ Աբրահամյան վարչապետ ունեինք, հակակոռուպցիոն հանձնաժողով էր ստեղծում, այդ հանձնաժողովի նախագահն էլ ինքն էր։ Այդ թալանը ձեր ձեռքին, հակակոռուպցիոնը ձեր ձեռքին։ Դուք լավագույն դեպքում գայիք ինձ տուգանեիք, ին վրա բան գրեիք։ Հիմա վերից վար թալանչիներ եք, դուք ումը բռնեք դուք, մի հատ 26-ից ինձ թվում է այս իշխանությունը ընդհանրապես խոսելու իրավունք չպիտի ունենա։ Շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար, իսկ ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր համահայկական ճակատ շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանը։ Կհանդիպենք։